Երևանի խնդիրները մեր բոլորի խնդիրներն են։ Այն խնդիրների մասին, որ մենք ուզում ենք խոսել, չի վերաբերվում միայն Երևանին, այլ չի վերաբերվում միայն Մալաչա Սեբաստյանին, այլ վերաբերվում է ամբողջ Երևան քաղաքին։ Սիրելի երևանցիներ, սիրելի մալաչացիներ, այս Երևան քաղաքի ամենաաղտոտված թաղամասերից մեկը դա Մալաչա Սեբաստյան համայնքն է։ Եվ գիտեք դրա ինչի համար է այդպես, եւ գիտեք դրա մեղավորն ով է։ Հիմա հատիկ առ հատիկ ցույց եմ տալու ով է մեղավորը, ինչի համար է մեղավորը եւ այդ հարցի լուծումը ինչպես ենք մենք տալու։ Սիրելի մալաչացիներ, Դարմայի այգիներում Իսակովի փողոցից, որ մենք մտնում ենք Մոնտե Մելկոյան փողոցը, աջ եւ ձախ կողմերը կներեք, աջ եւ ձախ կողմերը վերածել են շին աղբի։ Այս որ խոսք էին տվել, որ պիտի աղբանոց կառուցեն, իրենց սարկած աղբանոցը հենց սա է։ Եվ այդ փոշին շնչում ենք մենք բոլորս։ Այն որ շինարարական ոչ մի նորմ չի պահպանվում, դրա մեղավորը մեկ միավոր է, դա ԿՊ-ն է, սիրելի հայրենակիցներ։ Այդ որ օդի աղտոտվածությունը առաջացնում է բազում առողջական խնդիրներ, ժողովուրդ, սկսած թոքային անբավարարվածությունից, քաղցկեղածին տարերով եւ երեխաների մոտ աուտիզմով, ցույց է տալիս, որ իրենք չեն սիրում մեր ժողովրդին, ցույց է տալիս, որ իրանք երևանցիներից մուռ են հանում, չեն սիրում երևանցիներին, ինչու համար, որովհետեւ երևանցին միշտ մերժել է նրանց, միշտ ցույց է տվել, որ չի սիրում ԿՊ-ին, եւ տեսեք, ժողովուրդ, խոսում ենք օդի աղտոտվածությունից, խնդիրներից, հիշում եք, չէ՞ որ սրանք խոսք էին տվել 10 միլիոն ծառ տնկել։ Անցյալ տարի Երևանի բյուջեով 4-8 միլիարդ դրամ ծախսել են կանաչապատման կանաչ գոտիներ տնկելու համար, տնկել են ընդամենը 5044 հատ ծառ։ Այս տեմպերով սրանք երբ են այս հարցը լուծելու։ Դրա փոխարեն կարող եք հաղթանակի 40-ամյակի այգին ամբողջությամբ ծառերով պատել, Փարոս սարը եւ մնացածը։ Եվ այս խնդիրները տեսանելի են։ Մեղավորը մեկ միավոր է, ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նորից եմ կրկնում, սրանք չեն սիրում Երևանը, չեն սիրում երևանցիներին։ Եվ մետրոյին կանդրադառնանք, սիրելի մալաչացիներ, հաջորդ խնդիրը, որն ուզում եմ ձեզ ցույց դնել, դա մանկապարտեզների խնդիրն է։ Այն որ ասում ենք երեխաներին չեն սիրում, օդը կեղտոտում են, աուտիզմ առաջացնում, հաջորդ փուլը, որ արտահայտվում է, դա մանկապարտեզների խնդիրն է։ 8 տարի, 8 միլիարդ դոլար պարտք են վերցրել, փողերը մսխել են, Երևանում կառուցել 0 նոր մանկապարտեզ, 0, ոչ մի մանկապարտեզ չեն կառուցել։ Մալաչա Սեբաստյան համայնքում սրանք առնվազն 2 մանկապարտեզ քանդ է ավիրել այս պատկերն է, նայեք ժողովուրդ, մոռացե գնացել են, այս մանկապարտեզը նախկինում, այս մյուս մանկապարտեզը, 95 մանկապարտեզը, այս պատկերով հանձնել են շահագործման, հասկանում եք, այս պատկերով, երբ որ կանալիզացիան լցված է նկուղներում ամբողջությամբ, միլիարդները ծախսում, թալանում ու դիմացը ոչ մի բան, եւ սիրելի հայրենակիցներ, խնդիրը տեսանելի է, լուծումը հստակ, եւ մեր թիմը հստակ ասում է, Երևանում այսօր անհրաժեշտ է կառուցել 50 նոր մանկապարտեզ, առնվազն 80-ը պետք է վերանորոգվի։ Եվ ես ուզում եմ մեր Հայաստան դաշինքի կարգախոսներին անդրադառնալ, պարբերաբար մենք նոր ենք սկսել, մինչև ռիթմի մեջ կմտնենք, ժողովուրդ, մենք միասին, ուրեմն առավել քան վստահ, որովհետև մեր առաջնորդը իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ տված խոստումներից ավելի շատ կատարել է։ Ասում ենք կա մանկապարտեզների խնդիր, ուրեմն մենք միասին կարող ենք հաղթահարել եւ մենք կառուցելու ենք։ Սիրելի Մալաչա Սեբաստյան համայնքի բնակիչներ, ես ուզում եմ մեկ այլ խնդրի անդրադառնալ։ Այս ոչ ու բարողները գույքը հարկը 4-5 անգամ թանկացրել են, բայց սխալվի այս շենքերում ապրող մեկ ասի կանալիզացիան լցվել է իմ նկուղը, ասում է գնա դա քո պրոբլեմն է։ Պրոբլեմը հենց ԿՊ-ն է իր գլխում այդ պրոբլեմը։ Քանի որ ամբողջ այդ շղթան հասկանալի է, որ շենքը համատիրություն կա, շենքի սեփականությունն է, բայց քաղաքացուն մենակ թողնելը առնվազն անբարոյականություն է, հասկանում եք։ Հաջորդ խնդիրը, որ ես ուզում եմ խոսել եւ ներկայացնել, այս
չարիքները, որոնք որ եկել պատել են Երևան քաղաքին, եկել պատել են մեր ժողովրդի գլխին, որ այսանք 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլար պարտք են վերցրել, ոչ մի խնդիր չեն լուծել։ Տրանսպորտը, որը որ անցնում է, ստիպված այս կանգառում կայնած մեր քաղաքացիները ոտքով 1 կիլոմետր իջնում են ներքև, որպեսզի հնարավորություն ունենան դատարկ ավտոբուս նստել։ Այդտենց է թե չէ, ժողովուրդ, ասեք։ Ստեղ հիմնականում Մալայսիայի ժողովուրդն են կանգնած, ու իրանք կվստահեցնեն իմ խոսքերը, եւ թույլ չեք տա, որ ես մի բառը սուտ ասեմ։ Ու ժողովուրդ, բարբերաբար այս մեր թվերին եմ ուզում անդրադառնալ, մենք հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին, հունիսի 7-ին ընտրում ենք Հայաստանը։ Մի հատ ես ասում եմ, կրկնում ենք, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին ընտրում ենք Այո, ուրեմն ժողովուրդ, ես ուզում եմ 17 թվին անդրադառնալ, 17 թիվը իմ համար պատահական թիվ չի, իմ ընտանիքի հաջողության թիվն է, իմ երջանկահիշատակ հոր հաջողակ թիվն է, իմ որդին ծնվել է 2017 թվականին եւ այսօր մեր դաշինքը 17 համարն է, ժողովուրդ ջան։ Ես բոլորին կոչ եմ անում, ժողովուրդ, գնալ եւ հունիսի 7-ին առաջինը մերժում ենք այս ոչու բարովներին, վռնդում ենք այս թալանչիներին, որովհետև այն թալանը, որ իրանք իրականացնում են Երևանում եւ ամբողջ երկրով մեկ, ժողովուրդ ջան, անգնահատելի է։ Ուղղակի չես կարող գնահատել։ Երևան, միայն Երևան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլար է։ Մենք տեսնում ենք ուր է այդ փողերը։ Մենք տեսնում ենք որտեղ են ծախսել, ինչ օգուտ են բերել իրենք։ Ավինյանի ջեբն է։ Ժողովուրդ, մի անգամ էլ ասեմ, հետո ներկայացնեմ այսօրվա ունեցողներին իմ բաց թողումներ, ես սկզբից պետք է ներկայացներ, այսօր մեր դաշինքի շատ ներկայացուցիչներ այստեղ ներկա են, ներողություն եմ խնդրում մի մասին, ովքեր այսօր ելույթ չեն ունենալու, բայց ինձանից հետո հաջորդը ելույթ ունենալու Քրիստինե Վարդանյանը, մի հատ ուզում եմ բոլորս ջերմ մի հատ ողջունենք Քրիստինեին, ես Քրիստինեի հետ կապված մի պատմություն եմ ուզում պատմել, Քրիստինե ջան, ժողովուրդ, ես շատ ավակ ընկերներից սովորելու բան ունեմ, բայց նաև սովորելու բան ունեմ ինձանից ավելի կրտսեր ընկերներից, Քրիստինե ջան, իմ համար ամենատպավորիչը Քրիստինեի ելույթն էր, երբ որ ասում էր Հայաստանի համար բանակցում այեսի։ Այդ դուխդ միշտ տեղը լինի Քրիստինե ջան, ու մենք միասին կարող ենք։ Բարև ձեզ, ձայներս հումա։ Բայց եթե կարելի է կներեք, ես ասեմ, որ այսօր մեր ելույթ ունեցողներին ձայներս հումա։ Այսօր ժողովուրդ ջան, ելույթ են ունենալու մեր ավագայներից նախկին Սամվելը Հակոբյան, բոլորը շատ լավ հիշում եք տրանսպորտի թանկացման դեմ կռիվ տվող, ապօրինի կարմիր գծերի դեմ կռիվ տվող մեր ընկերը, հաջորդիվ ելույթ է ունենալու Արտուրը Խաչատրյան, մեր դաշնակցական ընկերը, բոլորը տեսել եք նրա պայքարը թե ազգային ժողովում, թե փողոցներում, հաջորդը մեր մոտ ելույթ է ունենալու մեր համայնքից մյուս թեկնածուն Հայկ Աթոյան, այնուհետև ժողովուրդ ելույթ է ունենալու մեր բոլորի կողմից շատ սիրելի Աննան Գրիգորյան, մի հատ խնդրում իրան էլ ողջունենք բոլորս, մեր կանանց ու աղջիկ բուրըն պետք է ողջունենք եւ բնականաբար խոսքը եզրափակի մեր Հայաստան դաշինքի առաջնորդ, մեր այս միկրոֆոնը լավ չի աշխատում, ժողովուրդ, մեր դաշինքի առաջնորդ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը, խնդրում եմ մի հատ բուրըն ողջունենք ժողովուրդ։